2013 թվականի նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ հանրապետությունը ցնցվեց անսպասելի ու անակնկալ լուրից։ Առաջինի եթերում դուք դիտում եք օրվա գլխավոր թողարկումը։ Եվ այսպես կեսգիշերային կրակոցներ, որոնք ոչ միայն խաթարեցին հանրապետության նախագահի ընտրարշավի բնականոն ընթացքը, այլև կարող էին խաթարել մեր հասարակական կայունությունը։ 2013 թվականի հունվարի 31-ին մահափորձին ենթարկվեց նախագահի գրանցված թեկնածու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան։ Կա մաշկում հրազենային վնասվածք առանց թոքի վնասումով։ Նա նախագահության 7 թեկնածուներից մեկն էր, ոչ ֆավորիտ էր, ոչ էլ առաջատարներից մեկը։ Հայրիկյանի դեմ մահափորձը շոկային էր թե ընդդիմության, թե իշխանության համար։ Հունվարի 31-ի երեկոյան ժամը 23:15-ի սահմաններում Հայրիկյանի դուստրը Նարեն դրսից տարօրինակ աղմուկ է լսում։ Մոտենում է պատուհանին եւ շքամուտքի մոտ տեսնում հորը։ Նկատում է, որ նրա ձեռքից պայուսակը վայր է ընկնում։ Տպագրիչների փողոցում գտնվող իր տան շքամուտքի մոտ կրակել էին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ուղղությամբ։ Նարեն պատմում է. Անմիջապես վազեցինք շքամուտք, տեսանք արդեն արյունոտված ընկած է։ Շտապօգնություն զանգահարեցին հարևանները։ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրամյանը դեպքի վայրից հայտարարեց. Այս հանցագործությունը քաղաքական է եւ ուղղված է պետության ու ժողովրդի դեմ։ Քայլի արված իշխանությունների նկատմամբ ես սա իրոք այս հանցագործությունը այ ուղղված է մեր ժողովրդի նկատմամբ եւ մենք որպես իշխանություն ամեն ինչ անել ենք որպեսզի դա բացահայտվի, դատապարտվի։ Ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբն էր զբաղվում դեպքի վայրի զննությամբ եւ հանցագործության քննությամբ։ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը նույն գիշերը հայտարարում է. Ունենք դուժող, որ հիվանդանոցում է գտնվում, կյանքին վտանգ չի սպառնում բացարձակ փառք Աստծո, ուրախ լինենք դրանով, նաև ոչ մի վտանգ չի սպառնում, ինքը շատ լավ է զգում, ինքը անձամբ ես էլ իր հետ զրուցել եմ, սրանց հետ որ ոչինչ չեմ հիշում, ոչի բան չեմ տեսել, պարզավոր շոկային իրավիճակ է դեռ։ Թեև Նազարյանի համար էլ դեպքն անսպասելի էր, սակայն ոստիկանությունը մյուս թեկնածուների նկատմամբ սպառնալիք չէր տեսնում։ Ազգորաթերթը 2013 թվականի փետրվարի 2-ի համարում գրում է. Հայրիկյանի ընկերներից Վարուժան Տեր-Սիմոնյանը հիշում է, որ դեպքի օրը կամ դրանից առաջ Հայրիկյանը որևէ սպառնալիք կամ կասկածելի զանգեր չի ստացել։ Եթե ստանար, անպայման կտեղեկացներ։ Սա կենցաղային վեճի կամ թշնամանքի արտացոլում չէ, հավաստիացրել է նաև Հայրիկյանը։ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանը Հայրիկյանը պատմել է, որ մեքենայից իջնելուց, երբ մոտեցել է շենքի շքամուտքին, նկատել է ինչ-որ մեկի, երբ թեքվել է ու պարզել ձեռքը հանցագործը կրակել է։ Իմ ձեռքից իր մարմնի հեռավորությունը 20-ից 30 սանտիմետր էր։ Դեմքը տեսել եմ, բայց չեմ հիշում։ Հայրիկյանի խոսքերն է փոխանցում Էդուարդ Շարմազանովը։ Թերթը եզրակացնում է. ստացվում է, որ Հայրիկյանի մահափորձը քաղաքական շարժառիթով է, կամ փորձ հանգիստ եւ առանց լարվածության քարոզարշավի ընթացքը շեղելու եւ պետության վարկանիշին վնաս հասցնելու համար։ Այս մահափորձն ամենամեծ հարվածը հասցրեց հենց իշխանություններին ու նախագահի վարկանիշին։ Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածքով տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Ուսավորիչ բժշկական կենտրոն։ Վնասվածքը կրծքավանդակի եւ աչուսի շրջանում է։ Կատեքնությամբ պարզվել է, որ կա մաշկում հրազենային վնասվածք առանց թոքի վնասումով, հիվանդի վիճակը միջին ծանրության, գիտակցությունն առկա է, հեմոդինամիկան կայուն, կմնա մեր բաժանմունքում հսկողության տակ։ Հայրիկյանի քրոջ որդին հիվանդանոցում հայտնեց. Կերասենյակում ենք եղել իրար հետ, ես էի, Ստեփան ազգային միացյալ կուսակցության ԱՄԿ-ի հիմնադիրների Ստեփան Զատիկյանի որդին էր Բերեշ Զատիկյանը եւ Ստեփան Զատիկյանի եղբոր տղան Տիգրան Զատիկյանը։ Մենք գրասենյակից մեկնեցինք, գնացինք Դավիթ Հաշեն, որտեղ որ ես եւ Բերեշ Զատիկյանը բնակվում ենք։ Մեզ իջացրեց Տիգրան Զատիկյանը եւ մոտարապես 15 րոպե անց զանգ ստացանք իր կնոջից, որ հիվանդանոց են տանում
եւ փորձել են մահափորձ անել Հայրիկյանը։ Լավ, այս օրերին առաջադրվելուց գրանցվելուց հետո որևէ սպառնալի, կասկածելի բան, մտավախություն կան Հայրիկյանը ուներ։ Որևէ ոչ չկա։ Ամբողջ ամբողջ ժամանակ ես իր կողքն եմ լինում, ես էլ Վրեժ Զատիկյանն եմ եւ որևէ նույնիսկ կասկածելի բան չենք նկատել։ Փետրվարի 1-ի առավոտյան շուրջ 1 ժամ տևած վիրահատությունից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը հայտնում է. Առավոտյան 10:30-ում կատարվեց վիրահատություն։ Հեռացվեց գնդակը, որը գտնվում էր աջ արմունկային փոստի փափյուկ հյուսվածքներում։ ԱԻՄ առաջնորդի դեմ կատարված մահափորձի հաջորդ օրը հիվանդանոցում Հայրիկյանին այցելեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի Հանրապետություն թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում դեպքի կապակցությամբ խոսել է նաև լրագրողների հետ։ Այս զազրելի հանցագործությունը ուղղված է ոչ միայն պարոն Հայրիկյան նախագահի տեխնացուի, ոչ միայն պարոն Հայրիկյան պետական գործչի, այլև մեր պետականության դեմ։ Ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են հանցագործության հետևում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա։ Ուզում եմ, որ բոլորը վստահ լինեն, որ մեր իրավապահ մարմինները ամեն ինչ անելու են, որպեսզի բացահայտեն հանցագործները։ Արդեն հիվանդանոցում Հովիկ Աբրամյանը ևս հայտարարեց. Որպես իշխանություն ամեն ինչ անել ենք, որպեսզի դա բացահայտվի, դատապարտվի։ Հայրիկյանին այցելում էին բազմաթիվ այլ պաշտոնյաներ ևս, նախագահի տեխնացուներ եւ քաղաքական հանրային գործիչներ, նույնիսկ նախագահի տեխնացու Անդրեաս Ղուկասյանը, որն այդ օրերին հացադուլ էր հայտարարել։ Հիմնականում կարծիքներ էին հնչում, որ կատարվածը սադրանք է, որի հեղինակները կարող են լինել եւ ներքին եւ արտաքին ուժեր։ Մահափորձի հաջորդ օրն արդեն Հայրիկյանի վիճակը գնահատվում էր նորմալ, նրա գիտակցությունը տեղում էր եւ կարողանում էր խոսել։ Հովիկ Աբրամյանին Հայրիկյանն ասել էր, թե 2 կրակոց է եղել, բայց ինքը ոչինչ չի նկատել։ Հետո արդեն լրագրողներին Հայրիկյանն ասում է, որ տեսել է կրակողին։ Կասկածում եմ օտար պետության ինձ երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության, ոչ այս պետության, Ռուսաստանի, այլ նախին։ Ես կասկածում եմ դրանց գործելակերպի վրա, որովհետև երբ ես բավական շեշտակի դրեցի, որ մենք այլընտրանք չունենք, գնալու ենք Եվրոպա, եւ չբացառեցի, որ այդ նույն բանում, նույն դաշինքում մենք երազում ենք տեսնել նաեւ Ռուսաստանին։ Բայց դրան զուգահեռ ասել եմ, մենք գնալու ենք Եվրոպա եւ Եվրոպան է մեր ապագան, իմպերիալիստական, կայսերապաշտական Ռուսաստանից ավելի շատ վնաս ենք ստացել, քան օգուտ եւ շատ մեծ վնասներ։ Դեմոկրատական Ռուսաստանը դե արդեն մեր դաշնակիցն է բնականաբար, իրապես դեմոկրատականը։ Ես կարծում եմ, որ երբ վերջերս այդ շեշտադրումը կատարեցի, դա ոմանց ուժերի ակտիվացրեց եւ տեսնելով, որ կա ձայների աճ, նկատելի աճ կա ձայների, ենթադրում եմ, եթե ենթադրության մասին ենք խոսում, որ դրա հետ կապված է, որ Մահափորձի ենթարկված նախագահի տեխնացուն նաև հայտնում է իր կասկածների մասին։ Եվ որ տեսնեմ, մի քիչ նայեմ, կհիշեմ, որ ինքն էր, բայց այդ բանին ուրիշ խնդիր կար, պետք էր արագ ելք գտնել, որովհետև ես ունեի ընդամենը վարկյանի 10-րդական մասը, նույնիսկ ավելի պակաս, ես տեսա, որ ինձ մոտեցած մարդը ոչ թե ձեռք է ինձ մեկնում, այլ ինչ-որ ձեռքի ինչ-որ լաթի մեջ փաթաթված ձեռքը ուղղում է կրծքից։ Դիմացից։ Հենց անմիջապես դիմացից այո։ Այնտեղ մանրամասնություններ կան, որ կարծում եմ էական չի, ես փորձեցի դժվարացնել իր դրությունը։ Գիտեի, որ հիմա որ է կրակոցը կլինի։ Մի կողմից ձեռքով իրեն խանգարել, իսկ մյուս կողմից շրջվել, որ շարժվել։ Ու կրակոցն եղավ, ես ինչպես բռնցքամարտի ժամանակ նակաուտ ստացած մարդը, բայց հասկանում եմ, որ ես չպիտի կանգնեմ։ Իսկ ինքը փորձում էր էլի կրակել, ես այս կողմով մեկ վրա քշելով մեկ կողքից, այդպես փորձում էի խուսափել, բայց երևի ինքը գլխից խփելու հետ վճռորոշ բաներ ուզում անել։ Հայրիկյանը հայտարարում էր, որ իր վրա հարձակվողը հայկական դիմագծեր չուներ, մեջբերում Հայրիկյանից։
Այլանդակը չէր խոսում, ոչ մի բառ չխոսեց, նույնիսկ այն պահին, երբ որ ինքը ճգնում էր, որ ես դադարեցնեի այդ շարժումները։ Գոնե մի բառ կասեր, արա կամ մի բան։ Ոչ մի բառ։ Ես ենթադրում եմ, որ դա հայ չէր։ Աշճանաբար դեմքը ուրվագծվում է եւ հայկական դիմագծեր չէին։ Այսինքն դուք ներողություն եք, դուք կասկածում եք ռուսական հատուկ ծառայություններին, Ոչ, ես ասում եմ ռուսական իմպերիալիզմը եղել է եւ մնում է մեր հիմնական թշնամին։ Մենք իրենց համար չկանք, կանք միայն ֆորպոստ։ Հայկական երկաթուղին վերանվանեցին Հարավ Կովկասյան, անգամ Հայաստան անունը լսել չեն ասում։ Այս բոլորը պետք է վերջացնել։ Եվ նոր նախագահ ես կլինեմ թող պիտի լինի Հայաստանի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք պիտի պահանջի, տալով փոխադարձը։ Եթե ռուսները մեզ համար ինչ-որ բան արել են, ինձ պիտի ապացուցեք, որ արել են, բայց մենք իրենց համար միայն երկրորդ համաշխարհային պատերազմում 300,000 զոհ ենք տվել։ Իրենց երկրի պաշտպանության համար մենք պարտք չենք։ Մենք պետք է այնպեսի իրավիճակում լինենք, որ չեմ ուզում շատ խորանալ այս թեմայով։ Այո, ես գիտեմ, որ հայ ժողովրդի ինքնորոշման դեմ պայքարող ուժը, անկախացած Հայաստանը թուրքերի հետ ոչնչացնող ուժը եղել է իմպերիալիստական Ռուսաստանը, բոլշևիկյան Ռուսաստանը։ Եվ չեմ ուզում ոչինչ խաբել, ոչ էլ ձեզ խաբել։ Մեր հայ-ադրբեջանական հակամարտությունը բնականաբար բոլոր հարևան հետ տարաձայնություն ունի, բայց դա թշնամանքի վերածողը էլի Ռուսաստանն էր։ Դեպքից մեկ շաբաթ անց փետրվարի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսում Հայրիկյանի մահապորցին է անդրադառնում ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։ Մեկնաբանելով դրսի ուժերի հնարավոր ներգրավվածության վարկածը Վահան Հովհաննիսյանը հայտարարում է. Օտար ուժերը տարբեր են լինում, օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան։ Միանգամից վճռականորեն նշել մեկ հասցե Ռուսաստան չի կարելի։ Եթե Ռուսաստանն արդեն այն աստիճանի է հասել, որ Հայաստանում ընտրություններում առանձնապես շանսեր չունեցող պրոարևմտյան թեկնածու է փնտրում, որ խփի, ապա նրանից շատ ավելի պրոռուսական թեկնածուներ կան։ Մահապորցի գլխավոր ինտրիգն իհարկե նախագահական ընտրությունների հետաձգման հեռանկարն էր։ Այդ օրերին հարցեր էին հնչում, թե ինչպես կազդի տեղի ունեցած ընտրությունների վրա։ Հայաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածում ասում է. Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն։ Իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո 40-րդ օրը։ Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո 40-րդ օրը։ Սա նշանակում էր, որ նախագահական ընտրությունների հետագա ընթացքը պայմանավորված էր Պարուր Հայրիկյանի առողջական վիճակով։ Հայրիկյանն անմիջապես վիրահատությունից հետո հայտարարել էր, որ ընտրությունները չպետք է հետաձգվեն։ Հիվանդանոցում Հայրիկյանը նախագահի մյուս թեկնածուներին ևս կոչ էր անում չհետաձգել ընտրությունները։ Արդեն ապաքինման փուլում Հայրիկյանը հայտարարեց, որ շուտով կհայտնի իր որոշումը ընտրությունների հետաձգման որոշման վերաբերյալ։ Ես ընտրությունները հետաձգելու իրավունք ունեմ։ Իմ կյանքում առաջին դեպքն է, երբ ինձանից է կախված ընտրությունները հետաձգել, թե ոչ։ Ընտրությունը ժողովրդավարական գործընթաց է։ Մնացածի մասին ես երևի վաղը չեմ մյուս օրը կասեմ։ Վաղը չեմ մյուս օրը կասեմ, կդիմեմ Սահմանադրական դատարան, թե ոչ։ Պարոն Արշավերի Հայրիկյանը այժմ իրեն ընձեռված հնարավորությունից չի օգտվելու եւ չի դիմելու Բարձրատյանի Սահմանադրական դատարան նախագահի ընտրությունը երկշաբաթվա ժամկետով հետաձգելու համար։ Հայրիկյանն ըստ թիմակիցների իրեն ընձեռված հնարավորությունից չօգտվելու իր պատճառն ունի։ Պարոն Հայրիկյանը չի ուզում դա շահարկել։ Փետրվարի 5-ին կայացած մամուլի ասուլիսում Հայրիկյանն արդեն տեղի ունեցածը անվանում էր ահաբեկչություն եւ կրկնում նախորդի վասվածը։ Բայց օրեր անց փետրվարի 10-ին Հայրիկյանը դիմեց Սահմանադրական դատարան։ Փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու հարցով։ Մինչև դիմումը հանձնելը նախագահի թեկնածուն հայտարարեց, որ ժամանակին որոշել էր դա չանել, քանի որ կարծում էր արագորեն կապաքինվի, բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, ինքը սխալ էր։ Հունվարի 31-ին իր դեմ կատարված մահապորցից հետո հիվանդանոցում անցկացրած 10 օրերը համարում էր կորցրած ժամանակ, ինչն էլ էականորեն ազդել էր իր վարկանիշի վրա։ Ես բացառում եմ պետրականապես նոր ընտրություններ իմ միջոցով որևէ մեկը չի ստեղծի, բայց այս ժամկետը եթե այսպես շարունակի, այսինքն շարունակել հարվածել իմ վարկանիշին, արդարացիության ձեռք բերած, զրպարտանքներով հարվածել եւ նաեւ անհավասար պայմաններ ստեղծել, երևս մտածեմ 2 շաբաթով ավելացնելու մասին։ Մեկ օր առաջ տարածած հայտարարությունում Հայրիկյանը նշել էր, որ պատրաստ է դիմումը հետ վերցնել միայն մեկ պայմանով։
եթե առաջիկա 2 օրերի ընթացքում ընդդիմադիր տեխնացուները միավորվեն։ Խոսքը Ռաֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բակրատյանի մասին էր։ Բարոր Հայրիկյանն իր Facebook-յան էջում բազմամակ էր հրապարակել, որում կոչ էր անում նրանց միանալ իրեն եւ ընտրություններին հանդես գալ մեկ տեխնացու։ Մեջբերեմ։ Ամսի 31-ի մահափորձը կանխեց մեր հանդիպումը, որտեղ ես պիտի մանրամասն ներկայացնեի պայմանները։ Իսկ հաղթականությունը շատ լուրջ ուսումնասիրության արդյունք է։ Եթե մենք հայտարարենք, որ միանում ենք, մեր միասնական տոկոսը դառնում է 70։ Եթե մի շաբաթ էլ աշխատենք, դա դառնում է 80։ Այնպես որ հրաժարվել դրանից նշանակում է ամեն ինչում լինել բացի քաղաքականությունից։ Փետրվարի 10-ը դատարան դիմելու վերջնաժամկետն էր։ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով դատարանը պետք է 2 որոշում կայացներ։ Մեկը գործը քննության ընդունելու վերաբերյալ, իսկ հետո արդեն բուն որոշումը պիտի կայացվեր։ Քննության ընդունելու որոշումը պետք է կայացվեր 24 ժամվա ընթացքում, իսկ վերջնական որոշումը 4 օրվա ընթացքում։ Direkt դիմելուց մինչև այսօր նաև այլ բնույթի խորհրդակցություններ անցկացրի, նաև մասնագետների հետ քննարկեցի, թե ի վերջո ես ինչ եմ կորցնում որպես անհատ եւ արդյոք կարող եմ այդ կորցրածս քաղաքացիների աջակցությամբ վերականգնել եւ այսօր փաստաբանից ուղարկեցի, որպեսզի այդ դիմումը չեղյալ հայտարարի եւ մեր ընտրությունները կայանան փետրվարի 18-ին։ Մինչև սահմանադրական դատարանը կքննարկեր դիմումի վարույթը, հաջորդ օրը Հայրիկյանի փաստաբանը հետ էր վերցրել դիմումը։ Նախագահի տեխնատուն իր որոշումներն արդարացնում էր ժողովրդի իրավունքով։ Մեջբերում Հայրիկյանից. Արդեն վերջնական որոշում եմ ընդունել։ Մենք ընտրությունների օրը չենք փոխում։ Եթե խախտվում է տեխնատուների հավասար քարոզ արշավի մասնակցության իրավունքը, արդեն դա ընտրություն չէր, բայց դրան զուգահեռ կա մի ժողովրդի իրավունք, որը փորձ արվեց խախտել ահաբեկչությամբ։ Հիմա ես պետք է վերցնեմ եւ իմ իրավունքը, եւ իմ ժողովրդի իրավունքը, եւ ահաբեկիչների ցանկությունը։ Այս բոլորն իրար հետ համադրելով ես ի վերջո որոշեցի, որ պիտի ոչ մի քայլ չանեմ, որը կընկալվի որպես տերորիստների կատարած գործողությունների զարգացում։ Նախորդին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Հայրիկյանին։ Վերջինս հաստատեց դա, բայց միաժամանակ ընդգծեց, որ Սարգսյանն այցելել է առավոտյան, մինչ սահմանադրական դատարան դիմելը, եւ այդ թեմայով չեն խոսել։ Սերժ Սարգսյանը ինչով պիտի ին վրա ազդեր։ Հետաքրքիր են այդպիսի բան ասողները, ասում էր Հայրիկյանը։ Հետագայում նաև ասում էր, ոչ միայն ժողովրդի իրավունքի համար է դա արել, այլև հացադուլավոր տեխնատու Անդրեաս Ղուկասյանի։ Եթե 15 օրը գնաց, Անդրեասը մահանալու է։ 1. Եթե ի վերջո ես իմ շահերից ելնելով գնամ, տերորիստները հաղթում են։ Ընտրությունը հետաձգվում է։ Ես տերորիստների դաշնակիցը չեմ, նշել էր Հայրիկյանը։ Ուշագրավ է, որ մահափորձից անմիջապես հետո հիվանդանոցի վերակենդանացման բաժնում էր նախագահի գրանցված տեխնատուներից եւս մեկը՝ իրեն էպոսագետ կոչող Վարդան Սետրակյանը։ Էպոսագետը մահափորձի վերաբերյալ իր վարկածներն ուներ։ Լրագրողի հարցին ի պատասխան, թե հնարավոր է արդյոք, որ բժիշկները չօգնեն Հայրիկյանին եւ նա մահանա, Սետրակյանը պատասխան հարց էր տվել։ Բժիշկները բոլոր դեպքերում Հիպոկրատի երթում կա եւ պայքարել են մարդու կյանքի համար։ Չեմ կարծում, որ դուք ուզում եք ասել, որ այս ամեն ինչը իրականացվել է պետության կողմից։ Ոչ, դուք եք պատասխան։ Որպես տեխնատու վախեր չունեք, որ ես նման բան չասեցի։ Ես ասի սպասեմ, իսկ դուք ասում եք, որ վիրավոր մարդուն կարող են սպանել, եթե բժիշկը պայքարում է, ասում եք մենակ բժիշկի գործունեությունը անվտանգությունը ապահովում է։ Այդ ժամանակ Սետրակյանը նաև անսպասելի բացահայտում է անում։ Պարզվում է, նախագահական քարոզարշավի առաջին իսկ օրից պետությունն անվճար հիմունքներով մինչև 4 հոգանոց տիկնազոր էր առաջարկել նախագահի տեխնացուներին, նրանց անվտանգությունն ապահովելու համար, սակայն բոլորը հրաժարվել էին։ Ես անձամբ հրաժարվել եմ եւ կարծեմ, եթե չեմ սխալվում, բոլոր տեխնատուները հրաժարվել են։ Իսկ այսօրվանից հետո կարող է օգնել։ Չէ, բացարձակապես վախեր չկան այն առումով, որ նման գործողություններ ես ենթադրում եմ, որ կատարում են կոնկրետ մարդու նկատմամբ։ Արդեն օրեր անց Սետրակյանը մեղադրում էր Հայրիկյանին իշխանությունների հետ գործարքի համար։ Քարոզարշավը վերածվել է շուկայական հարաբերությունների, ինչպիսին Հայաստանի տնտեսությունն է։ Ես համոզված եմ, որ Ռաֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բակրատյանը նույնպես առաջադրվել են իշխանության հետ պայմանավորվածության արդյունքում։ Այդ օրերին ազգային անվտանգության ծառայությունը դեռ չէր տեղեկացնում, կասկածյալների որոշակի շրջանակ կա, թե ոչ։ Հայտնի էր, որ Հայրիկյանի մահափորձի գործով մի քանի վարկած էր մշակվել։ Քննչական խումբը ստուգում էր յուրաքանչյուրը։
Պաշտոնապես չէր հաղորդում, թե կոնկրետ ինչ վարկածներ կան։ Արդեն փետրվարի 8-ին մամուլը գրում էր, որ ձերբակալվել է մահափորձ կատարող անձը։ Հայրիկյան սահմանադրական դատարան շփումների օրերին մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որ Հայրիկյանի դեմ մահափորձի գործով կալանավորվածները նախագահի մյուս թեկնածուի Վարդան Սեթրակյանի հարևաններն են։ Էպոսագետը հաստատել էր։ Սեթրակյանը կտրականապես հերքում էր իր մասնակցությունը եւ առնչությունը Հայրիկյանի գործին, սակայն միաժամանակ հաստատում, որ Պարուր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորված երկու անձինք Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը իրեն ծանոթ են։ Մեկն իր հարևանն է, նաեւ իր տունն է նորոգել, մյուսը տաքսի ծառայություն է մատուցել նորոգողներին։ Տեխնացուն հաստատում է, որ իրեն պատկանող Volvo մեքենան վաճառել է այդ վարորդին, իսկ նախընտրական շրջանում իր շուրջ 6000 բուկլետները որոշ գումարի դիմաց տվել է նրանց, որ բաժանեն։ Սակայն իրեն խաբել են, գումարը վերցրել, բայց բուկլետները չեն բաժանել։ Սեթրակյանը ձերբակալվածներին բնութագրում էր որպես բավական խոցելի եւ սարսափելի կառավարելի մարդիկ, նշելով մեկը թմրամոլ է, մյուսի եղբայրը բանտում է, եւ նրանց վրա հեշտ է ազդել ու ցանկացած ցուցմունք վերցնել։ Մահափորձի օրերին այդ անձանցեր շփման մասին հարցին հակադարձում է. Հարգելիս, իմ դիմացի հարևանն է, դուք ձեր հարևանների հետ չեք շփվում։ Միաժամանակ էպոսագետը հերքում է իր հնարավոր մասնակցությունը Հայրիկյանի մահափորձին, բայց ընտրություններից մեկ շաբաթ առաջ հայտարարում։ Առայժմ պետությունը ինձ որևէ բանում չի մեղադրում եւ խորապես վստահ եմ, որ կմեղադրի ընտրությունների ավարտից հետո։ Երբ արդեն գրած կլինեն իրենց ցանկալի թվերը, գործընթացները կավարտվեն, միջազգային դիտորդները կհեռանան Հայաստանից, կներկայացնեն մեղադրանք եւ կձերբակալեն։ Թե ինչու պետք է ընտրությունից հետո իրեն ձերբակալեն, եթե նպատակը ընտրարշավի վրա ազդելն էր, էպոսագետը պատասխանում է։ Բա վերջը պիտի պատասխան տան մարդկանց, թե ով էր կազմակերպել, որովհետև հասարակությունը այդպես էլ չի կարողանում ընկալի, որ կաֆել խփողն ու նարկոմանը գնացել Հայրիկյանն են խփել։ Ինչի համար։ Պետք է լինի վերջը տրամաբանական բացատրություն։ Միաժամանակ Սեթրակյանը մեղադրական սլակներն ուղղում էր նախագահի մեկ այլ թեկնածուի Ռաֆի Հովհաննիսյանի եւ նրա հոր Ռիչարդ Հովհաննիսյանի ուղղությամբ, պնդելով, թե մահափորձն իրականացրել է ամերիկյան եւ արևմտաեվրոպական մասոնական մի կազմակերպություն, որպեսզի իշխանության բերեն իրենց ներկայացուցչին։ Էպոսագետը հայտարարում է. այս մասոնական կազմակերպության ամերիկյան բուն կազմակերպության մեջ է մտնում նաեւ Ռաֆի Հովհաննիսյանի հայրը եւ ինքը Ռաֆի Հովհաննիսյանը։ Ըստ Սեթրակյանի հենց ինքը պետք է մասոնների զոհը դառնար, քանի որ ինքը միակ թեկնածուն է, ով առաջադրվում է էպոսով, այսինքն ազգային գաղափարախոսությամբ։ Սեթրակյանի անմեղության վարկածը կիսում էր նաև Հայրիկյանը, նրան իր մահափորձի պատվիրատու չէր համարում։ Ընտրություններից 2 օր առաջ նա հայտարարեց, որ նախագահի թեկնածուներից որևէ մեկին չի կասկածում իր դեմ մահափորձ կազմակերպելու հարցում, բայց նրանց անվանում էր սպանությունը պատվիրողների դաշնակից, քանի որ իր մահափորձից հետո շարունակել էին քարոզարշավը։ Շաբաթներ անց էպոսագետի անձեռնմխելիության ժամկետը լրացավ։ Ընտրություններում իրենց հաղթած հայտարարեցին Սերժ Սարգսյանն ու Ռաֆի Հովհաննիսյանը։ Մարտի 6-ին Սեթրակյանը ձերբակալվեց։ Նա մեղադրվում էր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ըստ մեղադրանքի Սեթրակյանը 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում, լինելով Հայաստանի նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբերին պատվիրել է ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Հայաստանի նախագահի մեկ այլ թեկնածուի քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-96 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահված 1941 թվականի գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի HG 201 համարի նագան տեսակի թմբուկավոր ատրճանակը։ Քրեական օրենսգրքի համաձայն էպոսագետին սպառնում էր 12-ից 20 տարի կամ ցմահազատազրկում։ Սեթրակյանի փաստաբան Սիրոնյանը հայտարարեց. որևէ ապացույց նախաքննական մարմինը չի ներկայացնում։ Չկա մի այնպիսի ապացույց, որի դեմ ես ասեմ. Ստոպ, Վարդան, դու ինձ խաբեցիր, սա ինչ է։ Դե արի մտածենք։ Ոնց անենք, որ քեզ 20 տարի չտան, տան 18։
Սիրոնյանը հերքում էր լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե Վարդան Սեթրակյանը խոստովանել է մեղքը, նշելով, ինչը պիտի խոստովանի, չարած բանը ոնց են խոստովանում։ Նախաքննական մարմինը մինչ այդ պաշտոնապես հայտարարել էր, որ Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը ընդունել են մեղքը եւ խոստովանական ցուցմունք տվել։ Երկու մեղադրյալներին նախնական կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել էր։ ԱԱՑ քննչական վարչությունում ավարտվել էր գործի նախաքննությունը։ Մեղադրական եզրակացությունը հաստատել էր նաև դատախազը։ Նախագահի նախկին տեխնացու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեթրակյանը 2013 թվականի սեպտեմբերի 23-ին դատապարտվեց 14 տարվա ազատազրկման։ Նախագահի մեկ այլ նախկին տեխնացու ԱԻՄ կուսակցության նախագահ Պարուր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով։ Համապատասխանաբար 14 եւ 12 տարվա ազատազրկման դատապարտվեցին նաև գործով ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը։ Վերջիններս մեղավոր ճանաչվեցին մահափորձը կազմակերպելու եւ իրականացնելու մեջ։ Բայց ճակատագիրը այլ բան էր որոշել Սեթրակյանի համար։ Տարիներ անց 2021 թվականի հուլիսի 9-ին Պարուր Հայրիկյանը հրապարակեց Վարդան Սեթրակյանի իրեն ուղղված նամակը։ Այն թվագրվում էր նույն տարվա մայիսի 12-ով։ Հայտնում եմ ձեզ, ամբողջապես ընդունել եմ ինձ ուղղված մեղադրանքը։ Խորապես զղջում եմ իմ կատարածի համար եւ հայցում եմ ձեր ներողամտություն։ Դուք հանդիսանում եք մեր անկախության խորհրդանիշը։ Մաղթում եմ ձեզ առողջություն եւ հաջողություններ քաղաքական կյանքում, ասում էր նամակում։ Նամակը գրելուց օրեր անց 2021 թվականի մայիսի 27-ին էպոսագետ Վարդան Սեթրակյանը պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։